44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չի մտնի։ Ավելի քան 3 տարվա ուսումնասիրություններից հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փաստաթուղթը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու հնարավորություն չի ունենա։ Ազգային ժողովի նախագահի խոսքով զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։ Այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե սենց չպետք է մեկնաբանել։ Այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից, եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը, եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա ինչի հետ կապված իդենտիկ, որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով հանձնաժողովի լիազորությունների առավելագույն ժամկետը 1 տարի 8 ամիս է։ Եթե մինչ այդ զեկույց չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված։ Հենց այս կարգավորմանն են հղում արել ազգային ժողովի աշխատակազմից եւ նշել, քննիչ հանձնաժողովի ժամկետն ավարտվել է 2023-ի նոյեմբերին։ 2.5 տարուց ավել է անցել։ Այդ ժամկետը այդ հանձնաժողովի չի տրվում մի բանի Հարցը խախտելը չէ, հարցը այն է, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանին ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Եվ դա ինչ է նշանակում, որ դա մեզ պետք է։ Ազգային ժողովի նախագահի այս որոշումից վրդովված է քննիչ հանձնաժողովի նախագահը։ Անդրանիկ Քոչարյանը 3 ֆակտոր TV-ի տաղավարում պնդում էր, թե ինքը ժամկետ չի խախտել։ Հղումերանում արժեկանոնակարգ օրենքի մեկ այլ դրույթի, որով խորհրդարանի խոսնակը զեկույցը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում պետք է այն քննարկման դնի ազգային ժողովի հերթական նիստում։ Նպատակը զեկույց ունենալն է։ Եվ այսօր խոսել, որ ժամկետ, ոչ ժամկետ, ինչ որ լրատվամիջոց ասել երկրորդ հոդվածն է գրում ժամկետան զեկույց։ Ժամկետը ձեր ուղեղն է։ Նախ զեկույցը չի կարող ժամկետանցնել, որովհետև դա պետք է մեր երկրի։ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ այդ զեկույցով կտրվեն պատասխաններ 44-օրյա պատերազմի պարտության պատճառների մասին, եւ այն ըստ Քոչարյանի պետք է մտնի լիագումար նիստերի օրակարգ։ Նրա մեկնաբանմամբ զեկույցը ազգային ժողովի նախագահին ինքը կարող էր ուղարկել մինչև այս խորհրդարանի գործունեության ավարտը։ Սպասում եմ այն որոշմանը, որը հնարավորություն կտա լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաև կանոնակարգ օրենքի 25-26-րդ կետերի պահանջն է, որի մասին ես նաև տեղեկացրել եմ ազգային ժողովի նախագահին։ Խորհրդարանի խոսնակը մինչդեռ պնդում է, թե Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ իր նշած ժամկետում ինչպես կարգն է չի փոխանցել զեկույցը ազգային ժողովի նախագահությանը, թե ինչ նկատի ուներ չպարզաբանեց, մեկնաբանությունից հրաժարվեց նաև Անդրանիկ Քոչարյանը։ Չնայած սրան Ալեն Սիմոնյանը վստահեցրեց կքննարկեն զեկույցին այլ ձևաչափով անդրադառնալու որևէ տարբերակ։ Եթե նույնիսկ դա մտներ լիագումար նիստ, եթե մտներ, որ կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել, միևնույն է դա լինել էր փակ ֆորմատով եւ ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջև լարվածություն կա, եւ զեկույցի ժամկետների շուրջ այս քննարկումները հենց այդ պատճառով են։ Սիմոնյանն այսօր վստահեցրեց Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի, հարցը բացառապես իրավական կարգավորումները տարբեր կերպ մեկնաբանելու մասինն է։ Չկա լարվածություն։ Երեկվա հարցազրույցում մինչդեռ Քոչարյանը ակնարկում էր, եթե ի վերջո զեկույցը չմտնի լիագումարի օրակարգ, ուրեմն կասկածները, թե Սիմոնյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով է դա արել, կհաստատվեն։ Առաջին իսկ խորհրդի նիստում պետք է որոշում կայացվի, եթե որոշում չկայացվի, ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովը ստեղծվել էր իշխանության նախաձեռնությամբ եւ գործել առանց ընդդիմադիրների։ Նրանք ի սկզբանե բոյկոտել են, պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատունները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել։